Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում ստեյությունն է եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Safe Invest հաշվապահական ընկերության հիմնադիր տնօրեն Սերգեյ Խաչատյանին։ Բարև ձեզ, պարոն Խաչատյան, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, Խաչատյան։ Պարոն Խաչատյան, տևական ժամանակ է բողոքի ակցիաներ են իրականացվում հարկային փոփոխություններով պայմանավորված, այսօր եւս կառավարության դիմաց եք եւ այսպես գլխավոր նախաձեռնողներից մեկը դուք եք։ Ինչի դեմ են բողոքում մարդիկ։ Օրենսդրական փոփոխությունները, որոնք որ կյանքի կոչվեցին 2025 թվականի հունվարի 1-ից, այդ փոփոխությունների դեմ են բողոքի ակցիաները, որոնք սկսել էին ավելի վաղ շրջանից, փոքր եւ միջին բիզնես իրականացնողները, եւ այս շրջանում նաեւ ավելացան հաշվապահական եւ իրավաբանական ծառայություն մատուցող ընկերության ներկայացուցիչները, որովհետեւ հունվարի 1-ից հաշվապահական իրավաբանական ծառայությունների շրջանառության հարկը նույնպես կգնահատվեց 5%-ից դարձավ 10%, ինչպես ՓՄԶ ներկայացուցիչների մյուս ներկայացուցիչների մոտ, սակայն այս փոփոխությունները չբավարարեցին այս փոփոխություններով եւ նոր նախագծի ընդունմամբ 2025 թվականի հուլիսի 1-ից հաշվապահական եւ իրավաբանական ծառայություն մատուցողների հարկը կարելի ասել եռապատկվում է, այնինչ 10% շրջանառության հարկը փոխարինելու է 18% շահութարկով եւ 20% ավելացված արժեքի հարկով, այսինքն որոշակի նվազեցումների պարագայում ենթադրում ենք, որ 30% հարկային բեռ է լինելու նման այդ նշված ոլորտներում։ Այսինքն պահանջը ո՞րն էր մարդկանց, որ առհասարակ հետ կանգնի կառավարությունը այս որոշումից, թե ավելի այսպես մեղմացնի կամ ժամկետները ձգի։ Տեսեք, պահանջները տարբեր էին, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները իրականում ավելի վաղ շրջանում որ սկսել էին ակցիաները, հասկացել են, որ լրացուցիչ հարկային բեռ վերցնել չեն կարող եւ փոփոխությունների արդյունքում կարծես թե փաստաթաշրջանառությունն է ավելանում եւ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները այս պայն պատրաստ չեն նման գործիքակազմով հարկերը վճարելու եւ հասկանում են, որ միանշանակ հարկային բեռի ավելացում է կատարվելու եւ փոփոխությունների արդյունքում ակցիաներ, որ իրականացրեցին, կառավարության կողմից ներկայացվեց օրենսդրական աջակցության ծրագիր, որով կարծես թե որոշակի չափով մեղմացնելու էր ոլորտի ներկայացուցիչների հարկային բեռը, սակայն դա ամենևին այդպես չէր եւ այդ աջակցության ծրագիրը նախ վերաբերվում էր 2025 թվականի 2 եռամսյակների եւ աջակցությունից բացի մյուս ձեռքով էլ պահանջում էին գույքագրումներ եւ այլ փաստաթղթավորումներ։ Դրանով պայմանավորված շարունակում են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները իրենց ակցիաները, պահանջելով հետնահաշ կատարեն, իսկ արդեն հաշվապահական իրավաբանական ծառայության ներկայացուցիչները, հանձինս մեր ընկերության, հանձինս ինձ, մենք ունեինք պահանջներ, որոնցով սահմանում էինք, որ նախ փոփոխությունները եթե հիմնավորեին, որ պետք էր մեր պետությանը եւ պետական շահերից էր բխում, եւ փոփոխությունների արդյունքում հարկային բեռի ավելացման զուգահեռ չէին փակվի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, չէին փակի ինձ գործունեությունը, ստվերի դաշտը չէր ավելանա եւ հակառակը ես ինքս կողմ եմ, որ այսօր ստվերում աշխատող անհատ հաշվապահները կամ հաշվապահական ընկերությունները, որոնք որ իրենց պայմանագրային արժեքները խեղաթյուրում են, ցածր օրենքներ են ֆիքսում, կգային օրինականության դաշտ, մենք ինքներս կողմ կլինենք այդ փոփոխությանը, սակայն մենք ինքներս հասկանում ենք, որ այս փոփոխությունների արդյունքում նրանք չեն գալու օրինականության դաշտ եւ ավելանալու է մեր օրինապահարկ վճարողների եւ նրանց միջև առաջարկած գնահատակի միջև առաջանալու է մեծ ավելի տարբերություն, ավելի անարդար պայմաններ են ստեղծվելու եւ շատերն էլ անցնելու են ստվերի դաշտ։ Այսինքն պահանջներից մեկը այն էր, որ խորը վերլուծություններ կատարեին, ուսումնասիրություններ կատարեինք, աշխատանքային խումբ ձևավորվեր, կառավարության աշխատակազմի կողմից, մեր մասնագետների կողմից եւ այդ աշխատանքային խումբի արդյունքում կհասկանայինք, որ փոփոխությունները պետք է իրականացնել միգուցե այլ ձևաչափով, այլ ֆորմատով կամ տարբերակված ավելացած արժեքի հարկի հաշվարկման մոդելով նոր փոփոխությունները կյանքի կոչեին։ Առաջին պահանջը քննարկումներն է եւ երկրորդ պահանջը, եթե օրենսդրական փոփոխությունները կյանքի են կոչելու, տարվա կեսից փոփոխությունները հարկման դաշտի փոփոխություն չեն իրականացնում, փոփոխությունները պետք է կյանքի կոչվի գոնե առնվազն տարվա սկզբից 2026 թվականի հունվարի 1-ից։ Դուք հանդիպում եք չէ՞ ունեցել, եթե չեմ սխալվում, իշխանության այսպես ոչ մեկ անգամ ես եւ մեր ընկերության ներկայացուցիչներ հանդիպել ենք, բնականաբար հարցադրումներ կատարել ենք, թե որն է պատճառը, որ ընտրվել են հաշվապահական իրավաբանական ընկերությունները, որովհետեւ կարծես թե ոչ ամբողջ տնտեսվարողներն են անցնում ընդհանուր հարկման դաշտում, սա առանձին քննարկման հարց է, բայց ընտրվել հաշվապահական եւ իրավաբանական ընկերությունները մեր հարցադրումներին, թե ինչու են ընտրվել այս ոլորտները, այդպես է չենք ստացել բավարար պատասխաններ, դրանով է պայմանավորված եղել, որ գիտեք, այս պայն դուք չունեք հիմնավոր պատասխաններ եւ միգուցե ավելի մեծ խնդիր ստեղծենք պարտադրելով հաշվապահական եւ իրավաբանական ընկերություններին աշխատելով ավելացած արժեքի հարկի դաշտում, կավելանա ստվերը,
վստահությունը կընկնի կառավարության նկատմամբ եւ տեսեք այդտեղ մի կարևոր գործոն եւս կա, որ հաշվապահները այսօր հանդիսանում են փոքր եւ միջին բիզնեսի եւ պետության միջև կարելի ասել կամուրջ օղակ եւ մենք այդ կամուրջ օղակին ստիպում ենք, որ իրենք վստահությունը կորցնեն կառավարության նկատմամբ եւ իրենք իրենց հերթին վատօրինակ են ծառայելու փոքր եւ միջին բիզնեսի համար, սկսելով արդեն իրենք թերահայտարարումներ իրականացնել։ Այս բոլոր խնդիրները բարձրաձայնվել են, անտեսվել են անակնկալ կերպով օրենսդրական փոփոխությունը երկրորդ հատենցմամբ ընդունել են։ Ինչպես դուք ձեր խոսքում նշեցիք, հարկային այս փոփոխություններով շրջանառության հարկի շեմը դարձել է 10%, 5-ի փոխարեն եւ նաեւ ինչպես նաեւ պահանջում են ծագման թուղթ ապրանքի։ Ձեր կարծիքով, ձեր գնահատմամբ հնարավոր է, որ պետություն օրինակ չիմանա, թե վերոնշյալ ապրանքը որտեղից է։ Տեսեք, շրջանառության հարկի դրույքաչափը 5%-ից դարձել են 10% եւ հիմնավորումներից մեկն այն է, որ այո, եթե կարողանում եք փաստաթղթավորում իրականացնել, փաստաթղթավորման արդյունքում ձեր հարկերը կարող են նվազել։ Իհարկե, սա ոչ բոլոր ոլորտներին է վերաբերվում եւ կան ոլորտներ, որտեղ դժվար կլինի 10%-ից իջացնել ավելի քիչ, քան 5%-ն է։ Պատճառաբանությունը այդպես են վերում, բնականաբար ավելի հեշտ կլինի պետությանը խոշոր հարկատուների մոտ կատարել ուսումնասիրություններ, ստուգումներ եւ բացահայտել թերահայտարարումները, քան փոքր միջին բիզնեսի ձեռքերով փորձել այդ գործոնը բացահայտել եւ ստիպել այսօր փոքր եւ միջին բիզնեսին իրենց առօրյա աշխատանքը թողնել եւ դուրս գան փողոցային ակցիաների։ Այնպես չէ, որ փողոցային ակցիաներ դուրս գալը ոգեշնչում է կամ մեր գործընթացի կամ մեր առօրյա գործընթացի մեջ է դա մտնում, քննարկումների փուլում հասկացել ենք, որ լսելի չի մեր ձայնը եւ ստիպված դուրս ենք եկել փողոցիում ակցիաներ ենք իրականացնում, որպեսզի գոնե այդ տարբերակով լսել լինի մեր ձայնը։ Բնականաբար պետությունը ավելի հեշտ գործիքակազմով կարող է իմանալ, թե որ խոշոր հարկատուների մոտ կան թերահայտարարումներ եւ միանգամից թիրախավորված այդ գործընթացը իրականացնի։ Այդ դեպքում ինչի համար է այս ամենը ձեր գնահատմամբ։ Տեսեք, իմ տեսակետը շատ սուբյեկտիվ է, ավելի խնդիրը խորքային է։ Ես տարիներ առաջ հարցազրույցներում նշեցի, որ մեր Հայաստանի Հանրապետությունում կային տնտեսական աճ, անկախ մեր կառավարության լավ կառավարության գործընթացի արդյունքում, ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում մեր պետությունը ուներ տնտեսական լավ աճ եւ այդ տնտեսական երկնիշ աճ ունեինք եւ այդ երկնիշ աճի հետ մենք շատ սխալ վարվեցինք, այդ ժամանակատվածում մենք ընթացիկ ծախսերը ավելացրեցինք, այնինչ այդ գումարներով պետք է ստեղծեին բուֆերային գումարներ կամ արտաքին պարտքը մարվեր, պետական պարտքը մարվեր։ Իմ սուբյեկտիվ կարծիքով սխալ կառավարում տեղի ունեցավ եւ այսօր անբավարար միջոցները պետության, պետբյուջեի անբավարար միջոցները լրացնելու երկու գործիքակազմ է կարծես թե մեզ մոտ մնացել, մեկը վարկերի ավելացումն են, պետական միջոցների վարկերի ավելացումն է, որը որ կարծես թե ամեն օր մենք նոր վարկեր ենք վերցնում եւ հերիքշի վարկեր ենք վերցնում, այն էլ բարձր տոկոսներով ենք այդ վարկերը վերցնում եւ միշտ ձեռքով հարկային բեռի ավելացում ենք իրականացնում։ Այսինքն ապագան շատ մշուշոտ է, որովհետեւ հստակ ծրագրերը կարծես թե չկան, թե ինչի հաշվին է, որ մեր պետական պարտքը ավելացումը կանգնելու է եւ հարկային բեռի անընդհատ ավելացումը կանգնելու է։ Նշում ենք, որ այս փոփոխություններով ստվերը մեծանալու է։ Ինչ եք կարծում, իշխանությունը դա չի գիտակցում, թե դիտմամբ է ինչ-որ նմանատիպ քայլեր անում։ Տեսեք, ես չեմ ուզում երրորդ կողմի համար գնահատականներ տամ, սակայն կարամ փաստերը վերլուծեմ եւ հիմնավորեմ, թե ինչ է կատարվել։ Տեսեք, սա առաջի դեպքը չի, որ կառավարության կողմից ընդունվում են օրենքներ եւ հետագայում այդ օրենքները կյանքի կոչվելուց հետո ասում են, որ այդ օրենքները կյանքի կոչվելուց հետո են բացերը իհայտ գալիս, սակայն կառավարության սկզբնական փուլում իրենց կառավարության սկզբնական փուլում միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրման ժամանակատվածից մասնագետները, տնտեսագետները մենք բոլորս նշում էինք, որ միկրոձեռնարկատիրության համակարգը ինքը անարդար մոտեցում է եւ անտեսեցին մեր տեսակետները, անցավ որոշ ժամանակատված, այնուհետև ֆիքսեցին, որ շատերը քողարկվում են միկրոձեռնարկատիրության համակարգի դաշտում եւ այլն եւ շատ օրենքներ կան, որոնք որ ընդունվել են եւ դրանից հետո նոր սկսել են արդարացնել, որ կյանքի կոչվելուց հետո է լինելու։ Այս դեպքն էլ ես չեմ բացառի, որ այս պահին կատարում են փոփոխություններ առանց խորը վերլուծությունների, հենց ամբողջ խնդիրը կանում է դրանում, որ մենք չենք տեսնում խորը վերլուծություններ, ուսումնասիրություններ, կարծես թե վերցնում են ինչ-որ երկրի օրինակ, որը բացարձակապես Հայաստանի Հանրապետության հետ համադրելի եւ համատելի չէ եւ տվյալ երկրի տնտեսական ցուցանիշները առանց խոր ուսումնասիրելու համադրելու փորձում են տվյալ օրենսդրական փոփոխություններ Հայաստանում կյանքի կոչել։ Կյանքի կոչելուց հետո կստացվի, չի ստացվի, կարծես թե այս գաղափարով են շարժվում։ Եվ պարոն Խաչատյան, տեսեք, այս հավաքներն ու բողոքի ակցիաները կարծես թե
ցանկալի արդյունք չեն տալիս։ Անընդհատ մարդիկ բողոքում են, բայց կառավարությունը հանդրտվելի է։ Ինչ եք պատրաստվում անել, քանի որ կառավարությունը այսպես ասած երբեք ոչ մեկի չի լսում։ Ինչու պետք է լսի օրինակ այս անգամ ձեզ։ Իրավացի եք, ցավոք սրտի կառավարությունը ոչ մեկի չի լսում եւ մենք լսում ենք իրենց կողմից արդարացումներ, որ Հայաստանի Հանրապետությունում կադրերի սղություն կա եւ կարծես թե իրենց սխալ կառավարման գործընթացը քողարկում է այդ խոսույթի մեջ։ Ի պատասխան դրան պետք է նշվի, որ կան լավ մասնագետներ, պարզապես լավ մասնագետների կամ փորձառու մասնագետների կարծիքները շատ ժամանակ լսելի չեն։ Իսկ ինչ վերաբերում է մեր հետագա գործընթացներին, տեսեք, դեռ մեր գործընթացները նոր չի որ սկսվել է։ Մենք ավելի վաղ շրջանում քննարկումներ իրականացրել ենք տարբեր ֆորմատներով։ Մենք կառուցողական քննարկումների գնացել ենք, փորձել ենք մեր ձայնը բարձրաձայնել, սակայն հասկացել ենք իրոք, որ լսելի չէ, եւ բացի փողոցային ակցիաներից նաեւ ստորագրավակների միջոցով ենք ներկայացվել, այսօր այդ ամենի մասին խոսեցինք, եւ ամենակարևոր գործոններից մեկը, որ հենց այսօրվա կառավարությունը պետք է մտահոգի, դրա ընտրություններն է, որը որ կարծես թե մյուս տարի շատ կասկածելի է նրանց հետագա շարունակությունը, որովհետեւ նման գործիքակազմով, տեսեք, մենք չենք ուզում քաղաքականացվենք, ես ինքս քաղաքականացված անձ չեմ, սակայն եթե մեր բարձրաձայնած հարցերը լսելի չեն, բնականաբար արդեն հաջորդ գործոնը մնում է այն, որ գիտեք ինչ կա եւ անդիմադի ներկայացուցիչներ եւ կառավարության ներկայացուցիչներ, տեսեք, մենք մեր խնդիրները բարձրաձայնում ենք եւ դրանք լսելի չեն, բնականաբար հաջորդ ընտրություններին մեր ձայնը ձեզ չի պատկանում եւ միանշանակ մենք չենք փորձելու տարածենք այն գաղափարը, որ դուք այսօր իրականացնում եք։ Թե ընդդիմադիր դաշտի, թե կառավարության դաշտի մասին է խոսքը։ Այսինքն փորձել եք նաև ընդդիմադիր դաշտի հետ ինչ որ քննարկում անել։ Ցավոք չի եղել։ Տեսեք, ընդդիմադիր դաշտի կողմից մենք այդպես էլ չենք տեսել, քանի որ նրանց հնարավորությունները հենց ազգային ժողովում, օրենսդիր գործադիր մարմիններում ավելի լսելի է ձայները, մենք չենք տեսնում օբյեկտիվ քննադատություններ, ինչպես հարկն է, եւ ստացվում է, որ այսօր փոքր եւ միջին բիզնեսի հարկ-վճարողների ձայնը իրենք են ստիպված բարձրաձայնում, այնինչ կառավարությունը եւ ազգային ժողովը բաղկացած չի միայն կառավարության անդամներից, ընդդիմադիրներից նույնպես բաղկացած է, խնդիրները ինչպես հարկն է չի բարձրաձայնվում եւ ստիպված փողոցային ակցիաներ են իրականացվում։ Մոտ 4 ամիս է, եթե ես չեմ սխալվում, ինչ այս բողոքի ակցիաները շարունակվում են, բայց ոչ բոլոր շահագրգիռ անձինք են այսպես ներգրավված։ Ինչու բոլորը չեն մասնակցում այս ակցիաներին։ Միգուցե այդ դեպքում ավելի արդյունքը այսպես արագ լիներ եւ գոհացուցիչ։ Համաձայն եմ կարծիքիդ, որ ոչ բոլոր ներկայացուցիչներ են մասնակցում։ Դա ամենևին չի նշանակում, որ չմասնակցող անձիկ համակարծիք են փոփոխությունների հետ, պարզապես մարդիկ շատերը ու տարբեր շերտերի են բաժանվում։ Ես բոլորի անունից չեմ կարող կարծիք արտահայտել, բայց ունեմ իմ ենթադրությունները, որոնք որ որոշ շերտ հիասթափված են, պարզապես չունեն մեծ հույսեր, որպես իրենց բարձրաձայնած ձայնը տեղ կհասնի, եւ շատերը օրինակ հաշվապահական իրավաբանական ընկերությունների մասով, գիտեք, հենց այն խնդիրն է, որ ես ներկայացնում եմ, որ շատերը ստիպված կանցնեն ստվերի դաշտ կամ կդադարեցնեն գործունեությունը։ Երևի թե հանգստությունը դրանով է պայմանավորված, ենթադրենք ծառայությունների արժեքը ֆիքսված է 100,000 դրամ, օրենսդրական փոփոխություններից հետո կամ գնահատակ կատարեն, գինը կբարձրացնեն, համարժեք հարկի դրույքաչափով, բնականաբար այդ ավել հարկն էլ վճարելու է հասարակ քաղաքացին, որովհետեւ ծառայություն ստացող ընկերություններ իր հերթին է գինը բարձրացնելու, եթե գնահատակի արդյունքում գների բարձրացում չկարողանան կատարել, բնականաբար այստեղ ծառայություն արժեքների խեղաթյուրման է գնալու։ Ինչի, որովհետև 30% ավել հարկային բեռ վերցնել չեն կարող, որովհետև տվյալ ոլորտում շատ քիչ տնտեսվարողներ ունեն 30% շահութաբերություն։ Եվ ամբողջ բեռը իրենք իրենց ուսերին վերցնել չեն կարող։ Որոշակի չափով հանգստությունը դրանով է պայմանավորված, կամ գների բարձրացում կիրականացնեն, կամ կանցնեն ստվերի դաշտ։ Նշեցիք նաև ինչ որ գործունեությունը կասեցնելու մասին, եւ եթե չեմ սխալվում, այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիաներից մեկը հենց հայտարարեց լրագրողների հետզրույցում, որ կասեցնում է իր գործունեությունը այս փոփոխություններով։ Ինչ է սպասվում մեզ, նկատի ունեմ Հայաստանին, ինչ հետևանքներ կարող է ունենալ այս ամենը։ Տեսեք, ցանկացած զարգացած երկրի հենքը կայանում է փոքր միջին բիզնեսի հնարավորինս մեծ կշիռը եւ տեսեք մենք թիրախավորել ենք այս փոքր եւ միջին բիզնեսին եւ նրանց հնարավոր փոքրացումը դա
շատ մեծ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել տնտեսությանը, խոշորացնելով որոշ ընկերությունների եւ հետագայում այդ ընկերությունները բնականաբար դառնալով մոնոպոլ դիրքերում ավելի բարձր գներ են առաջարկելու, մրցունակությունը կորելու է, դա տնտեսության համար մեծ վտանգ է, ուստի պետությունը հենց ինքը պետք է նպաստի, որպեսզի փոքր եւ միջին բիզնեսների տեսակարակշիռը ավելի շատանան։ Եվ ցավոք սրտի այսօր պետք է ֆիքսենք, որ պետության կողմից կատարված օրենսդրական փոփոխությունները հիմնականում թիրախավորված են փոքր եւ միջին բիզնեսը եւ այն փոքր միջին բիզնեսը իրականացնող, ովքեր որ օրինապահ են, ովքեր որ արդեն հարկային դաշտում են, վճարում են հարկեր։ Իհարկե կան որոշ տնտեսվարողներ որոշակի խախտումներ, զանցանքներ իրականացնում են, բայց մեծ իմաստով ստվերում գտնվողները կամ չգրանցվածները այդպես էլ իա չեն գալիս եւ մենք պետք է նաեւ արձանագրենք, որ այսօր փոքր եւ միջին բիզնես իրականացնողները բացի օրենսդրական դաշտի փոփոխություններից, այս վատթարացող նորմերից մեծ մարտահրավերների առջև են կանգնած, օրինակ on-line առևտրի հետ կապված մենք գիտենք, որ շատ մեծ դժվարությունների առաջ են կանգնած, այստեղ պետությունը հենց ինքը պետք է օգնության ձեռք մեկնի, թե ինչպես տնտեսվարողները փոքր միջին բիզնես իրականացնողները եւ հենց ֆիքսում ենք, որ փոքր միջին բիզնես իրականացնողները ոչ բոլորն են բավարար չափով գիտելիքներ ունեն, եւ կառավարության գիտեք, կարևոր գործոններից մեկը հենց այն չի, որ հարկային բեռի ավելացում իրականացնի, նաեւ նա պետք է փոքր միջին բիզնեսին աջակցի խորհրդատվությամբ նպաստի իր փորձով, թե ինչպես կարելի է նման աշխարհակաղակական փոփոխություններով, on-line հարթակի փոփոխությունների դաշտում ինչ ճկուն գործիքակազմ իրականացնի, որպեսզի կարողանան գոյությունը պահպանել։ Այսինքն հերիք չի միայնակ ենք թողել փոքր միջին բիզնեսին այս դժվար իրավիճակները, մի հատ էլ հարկային բեռ են ավելացնում։ Եվ հարկային բեռին ավելացման հետ մեկտեղ էլ հաշվապական ծառայությունները տեսեք մտնում են նրանց հարկային բեռի մեջ, հա, որովհետև չպետք է սահմանափակվի միայն պետության վճարվելիք հարկերով։ Այդ պետության վճարվելիք հարկերը վերջնական վճարելու համար փոքր միջին բիզնեսը դիմում է հաշվապական ծառայությունների եւ հաշվապական ծառայություններն փաստորեն ստացվում է, որ հուլիսի 1-ից պետք է արժեքները բարձրացնել։ Այսինքն մի ձեռքով հաշվապական ծառայություններն են բարձրացնում, մյուս ձեռքով հարկային բեռն է ավելացվում։ Սա մեր կառավարության այսօրվա ձեռագին է, որը որ շատ մշուշոտ է եւ ցավալի է, որ փոքր միջին բիզնեսին այսպես միայնակ են թողել եւ վնասում են նրանց հետագա գործընթացը։ Եվ պարոն Խաչատյան, այսպես նշեցիք, որ քաղաքականացված անձ չեք, բայց ես ուզում եմ մեկ այսպիսի հարց տալ որպես հայ։ Ինչպես եք վերաբերում նրան, ինչպես որ Արցախի հանձնումից հետո հիմա մարդիկ պայքարում են, այսպես ասած, ապրանքի ծագման թղթի համար օրինակ։ Տեսեք, ըստ ինձ Հայաստանում այսօր ավելի մասշտաբային խնդիրներ կան, քան այսօրվա այն խնդիրները, որ օրակարգում բերում են կառավարությունը։ Մասշտաբային խնդիրներից այն ինչ որ դուք նշեցիք, մենք եթե ուսումնասիրություն կատարենք աշխարհի տարբեր երկրներում, առաջնային խնդիրները բնականաբար տարբերվում են մեր երկրի առաջնային խնդիրներից, բայց նույնիսկ այդ երկրների առաջնային խնդիրների հետ մեկտեղ նման կերպով փոքր եւ միջին բիզնեսին վնասներ չեն պատճառում եւ նման փաստաթղթման պահանջներ օրակարգում չեն բերվում։ Ստացվում է, որ մեր երկրում անվտանգային լուրջ խնդիրներ ունենք եւ ավելի մասշտաբային ավելի օրասական խնդիրներ ունենք, բայց օրակարգ են բերվում այնպիսի խնդիրներ, որոնք որ կարծես թե շեղում են հիմնական խնդիրներից։ Ես որպես քաղաքացի ցավալի է ինձ համար, որ այսօր մեր կառավարության անդամները, ովքեր որ վարձատրվում են մեր վճարված հարկերից, զբաղված չեն ավելի առաջնային խնդիրներով, զբաղված են նման խնդիրներով եւ հասարակությանը լցրել են կարծես թե ոչ երկրորդական, այլ երրորդական, չորրորդական խնդիրներով։ Այո, սա շատ ցավալի փաստ է իրականում, որ մեր կառավարության աշխատակազմը չի զբաղվում այն գործով, որով պետք է զբաղվի։ Գիտեք, նույն տնտեսության հարցով շատ կառավարության անդամներ կարող են մատնանշել, որ մենք տնտեսական հարցերով ենք զբաղվում, տնտեսական հարցերով գիտեք, հնարավոր է կնքեն միջազգային պայմանագրեր, որտեղ կարող է պետությունը շահել, կարող են այնպիսի ենթակառուցվածքներ ստեղծել, որոնցից զբոսաշրջության ոլորտը ավելանա, հա, այսինքն կան հետաքրքիր ուղղություններ, ճյուղեր, որտեղ աշխատանք ունենք կատարելու, փոխարենը հարկերի ավելացում ամենապարզունակ տարբերակն է ընտրված։ Այսինքն կարելի ասել, որ կառավարությունը ինչ որ չափով այսպես դիտման բանում մարդկանց ավելի լուրջ խնդիրներից շեղելու համար օրակարգ բերելով ինչպես դուք եք նշում։ Ես նշեցի, որ դա չեմ բացառում այդ տարբերակը, սակայն ես ավելի շատ հակված եմ ոչ պրոֆեսիոնալ կազմը, որը որ արդեն փաստերով ենք խոսում, որ ոչ պրոֆեսիոնալ կազմի աշխատանքի արդյունքում մեկ անգամ չի, որ ընդունվել են օրենքներ, որոնք որ իրանք են փաստել, որ այդ օրենքները հետագայում են բարձր խնդիրներ ունեն։ Ես ավելի շատ կարձանագրեմ, որ ոչ պրոֆեսիոնալ կազմի աշխատանքի արդյունքում մենք կրում ենք վնասներ եւ ցավոք սրտի ոչ պրոֆեսիոնալ կազմը
չի լսում մարդկանց կարծիքը, հա։ Եվ պարոն Խաչատյան, ամփոփելով զրույցը նշեցիք, որ ստորագրահավաք եք նաև սկսել, ինչ ակնկալիք ունեք այդ ստորագրահավաքից, այսպես աչքի առաջ ունենալով նախկինում այլ նույն ուղևորցի թանկացման տրանսպորտի դեմ այդ ստորագրահավաքները, որոնք որևէ արդյունք չտվեցին, ինչ ակնկալիք ունեք դուք այս պարագայում։ Այսօր փաստաթղթերով ներկայացվեց 2000-ից ավել ստորագրահավաքներ, սակայն մենք վստահ ենք, որ այդ գործընթացը հաշվապահների, իրավաբանների դաշտում պատրաստի չի, որ փաստաթղթավորված տարբերակով լինի եւ էլեկտրոնային տարբերակով մեծ ծավալներ կարող են դրանք լինել, սակայն ինչպես դուք եք նշում, կարող են դրանք լսելի չլինել։ Իսկ այդ լսելի չլինելու հետագա վնասները կրելու են նաեւ իրենք, ոչ թե միայն մենք, արժևում ընտրությունները, իսկ նախկին ընտրությունները արդեն փաստում են, որ կառավարության կատարված աշխատանքները մեղմասած չեն գոհացնում հասարակությանը։ Այսինքն, եթե ընտրություններում այս իշխանությունը պարտվի, իշխանափոխություն լինի, հավատում եք, որ այս փոփոխությունները չեն լինի հարկային։ Ես չեմ հավատում, որ այդ փոփոխությունները կլինեն կամ չեն լինի, դրա համար ես նշեցի, որ ընդդիմադիր դաշտին եւս վերաբերվում է այս ամենը, որովհետեւ պետք է ցանկացած կառավարության ձգտող կուսակցություն միավորում գիտակցի, որ հասարակության կարծիքը շատ կարևոր է եւ պետք է լսի հասարակության կարծիքը, հաշվի չնստելու հետ մեկտեղ։ Տեսեք, այսօր այո մենք ֆիքսում ենք, որ մեծամասշտաբ չեն այդ բողոքի ակցիաները, սակայն հուլիսի 1-ից հետո ուժի մեջ մտնելուց հետո, երբ որ կառավարությունը կամ պետությունը կսկսի արդեն վարչարություն իրականացնել, վարչարության արդյունքում վնասներ կկրեն արդեն եւ փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչները, հնարավոր է այս ալիքը ել ավելի մեծանա, հա։ Այսօր, այսինքն փոփոխությունը միայն թղթի վրա է եւ շատերը դրա ցավը, այսպես ասած, չեն էլ զգացել։ Երբ որ ցավը զգալ կլինի, բնականաբար մարդիկ կթողեն իրենց աշխատանքը, առօր աշխատանքը կթողեն եւ կսկսեն փողոցի ակցիաների մասնակցել։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, իմ հյուրն էր Safe Invest հաշվապահական ընկերության հիմնադիր տնօրեն Սերգեյ Խաչատյանը։ Կհանդիպենք։